Կառավարությունը 25 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում ռազմավարական նշանակության արհեստական բանականության գործարան ստեղծելու համար։ Ծրագրի շրջանակում 2026-ին գործարկի Կովկասում առաջին եւ ամենամեծ արհեստական բանականության գերհամակարգիչը։ Գնումը կիրականացվի Firebird AI ընկերությունից, որը 5 տարվա ընթացքում կտրամադրի անհրաժեշտ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները։ Այս ենթակառուցվածքը կլուծի հայկական ստարտափների ու գիտության համար անհրաժեշտ հզորությունների պակասը։ Ըստ գործադիրի ներդրումը թույլ կտա խուսափել ապագայում այլ երկրների տեխնոլոգիաներից կախվածությունից եւ դրանց սպառման համար նախատեսված ավելի մեծ ծախսերից։ Նախագծի նպատակը Հայաստանի թվային ինքնիշխանությունը եւ տեխնոլոգիական թռիչքն ապահովելն է։ Նախորդին ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը հաստատել է առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը։ Մինչև այդ համագումարը միաձայն որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքի ձևաչափով։ Հիշեցնենք, փետրվարի 12-ին կայացած պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուներ հռչակվել Սամվել Կարապետյանը։ Ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին ժամը 17-ին Ազատության հրապարակում դաշինքի հրավիրած հանրահավաքին։ Ցուցակը գլխավորում է կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը, երկրորդ եւ երրորդ համարներն են սահմանադրագետներ Արամ Վարդևանյանը ու Գոհար Մելոյանը։ Առաջին տասնյակում է Վանաձորի քաղաքապետ ընտրված, բայց երկարամյա բանտարկության պատճառով չպաշտոնավորած Մամիկոն Ասլանյանը։ Հայատը 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի նիստում եւ առաջ կուսակցության համագումարում հաստատվել է Հայաստան դաշինքի նախընտրական ցանկի առաջին 3 տասնյակը։ Ցուցակի առաջին 3 համարներն են Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Աննա Գրիգորյանը։ Այս անգամ թեկնածուների ցանկում բացակայում են Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ նախորդ գումարումների պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն ոդքասթի ժամանակ անդրադարձել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու տնտեսական վտանգներին։ Ըստ նրա հայկական արտադրանքի, հատկապես գյուղմթերքի եւ խմիչքների հիմնական սպառման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, մինչդեռ եվրոպական ուղղությամբ արտահանման ցուցանիշները չնչին են։ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց ապատասխանատու քայլերով ու եվրոպական պարտադրանքներով սպառնալիքի տակ են դնում երկրի տնտեսական անվտանգությունն ու Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերի շահերը։ Ըստ նախկին նախագահի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրությունը նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Վերջերս մի երկու օր առաջ մի պաշտոնյա ինչ ասեց, մենք ընդհանրապես դուրս կգանք ԵԱՏՄ-ից։ Այո, ասում է գազի գինը թանկացնեն։ Ով ասած, քիչ եմ էլի շում։ Որ գազի Կարևոր չի ով ասի։ Գազի գինը թանկացնեն։ Դուրս կգանք ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Հետաքրքիր պաշտոնյա է, այս օրերին շատ հետաքրքիր հայտարարություններ արել, պետք է անենք։ Հիմա ես կառաջարկեմ հետեւյալը, ուղղակի մի հատ հասկանալ։ Այդ ԵԱՏՄ-ից դուրս գալը ասենց ումա ցավացնելու։ Դա ասում է ռուսներին էլ է ցավացնելու։ Լավ, նայենք։ Մենք իդեպ դրա մասին այստեղ խոսացել ենք։ Հայաստանի արտաքին առևտրի 35% պաշտոնական, 35-ից 40% Ռուսաստանն է։ Բայց եթե այդ զուգահեռ էքսպորտ իմպորտի այդ բաները ամբողջ օպերացիաները, եթե մենք հաշվի առնենք, իրականում մոտարապես 60%-ն է Ռուսաստանը։ Երբ որ Դուբայից ապրանքը գալիս աստես, տեղից գնում է այսպես սանկցիաները շրջանցելու ճանապարհով, իրական պատկերը շատ ավելի ուրիշ է։ Հիմա նայենք, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը։ Գիտեք ինչ տոկոս է կազմում։ Փոքր։ Ինչ մոտավորապես ասենց մի հատ լարեք է 2, 3, 4 0.3% 0.3 եղել 22 թվականին մինչև ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա մոտավորապես 0.5-0.7%։ Սա այն տոկոսն է, որ Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու։ Հասկանում եք, ասենց լրիվ խզում ես կապերը, Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու ընդհանրապես, որ ինչ որ եղել է այսպիսի ծավալների արտաքին առևտուր։ Հայաստանում դա լինելու է կոլապս բոլորի համար։ Հայաստանի բնակչության 80%-ը առնվազն այս կամ այն ծավալի կախվածություն ունի բարեկեցություն այդ 80%-ի Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Եվ ես կրկնեմ միտքը, չի կարող երկրի կառավարությունը եւ առաջի դեմքը վարել արտաքին քաղաքականություն, որը հակառակ է երկրի տնտեսական շահերի։ Սա ուղղակի հարվածել ժողովրդի բարեկեցություն։
Վերջին 24 ժամվա ընթացքում Կասպից ծովում Ադրբեջանի ափերի մոտ 5 երկրաշարժ է տեղի ունեցել։ Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ երեքշաբթի երեկոյան Կասպից ծովում 72 կիլոմետր խորության վրա 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի ուշ չորեքշաբթի առավոտյան 70 կիլոմետր խորության վրա 5.3 մագնիտուդով։ Օրվա ընթացքում տարբեր ժամերին եւս 3 երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի եւ ամբողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում եւ երաշխավորել թանգարան ինստիտուտի ակադեմիական ազատության իրավունքը։ Աշխարհում, որտեղ ցեղասպանության հիշողությունը հարձակման տակ է եւ որտեղ ցեղասպանության կանխարգելման նախագիծը լքված է, ցեղասպանության ուսումնասիրության եւ կանխարգելմանը նվիրված ակադեմիական հաստատությունների մտավոր ամբողջականությունն ավելի կայուն է, քան երբևէ։ Մենք պետք է պաշտպանենք դրանք, եթե մարդկությունը երբևէ ցանկանում է կառուցել ավելի խաղաղ ապագա, նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։